Բարև ձեզ, ձեզ հետ նորից Արամ Շերոյանն է, Tufrensk.edu.am բլոգի ադմինիստրատորը։ Ասեմ, որ սա իմ թվով երկրորդ դասընթացն է Yukoz-ի վերաբերյալ։ Այսօր կներկայացնեմ, թե ինչպես պատրաստել մենյու և բլոկներ ավելացնել կայքում։ Նախ սկսեմ նրանից, որ Yukoz-ում մենյուն պատրաստվում է կատեգորիաների հիման վրա։ Դրա համար առաջին հերթին պետք է յուրաքանչյուր մոդուլին համապատասխան կատեգորիաներ ավելացնել։ Ահա, ասենք և աֆորիզմներ։ Ավելացնենք նաև այս մոդուլի համար։ Ուրեմն ծրագրեր կամ խաղեր առաջինը և ծրագրեր։ Ավելացնենք ևս մեկ մոդուլի համար և այդքանը կարծում եմ բավական կլինի։ Կարծում եմ այսքանը բավարար է և այնուհետև գնանք գլխավոր էջ և գտնենք կոնստրուկտոր մենյու։ Ահա, մտնենք։ Այնուհետև մուտք ենք գործում կայք, մենք հիշենք, որ կատեգորիաներ ենք սարքել կատալոգ ֆայլը, կատալոգ ստատիայի և բլոկ մոդուլների համար։ Դրա համար առաջին հերթին գնում ենք կատալոգ ֆայլ և մոդուլ։ Ահա տեսնում ենք այստեղ մեր երկու կատեգորիաները։ Սեղմում ենք նրանցից որևէ մեկի վրա։ Ահա, սա նրա անունն է, վերնագիրը, իսկ սա նրա հասցեն է։ Մտնում ենք այստեղ և նոր պունկտ ենք ավելացնում։ Անունը ասացինք խաղեր, աճենում ենք և ինչպես ասացինք հասցեն։ Ահա, մեր մեկ կատեգորիան պատրաստ է։ Ավելացնենք նաև մյուսը, ծրագրերը։ Ահա, ինչպես տեսնում եք, եւ մեր երկու կատեգորիաները ավելացված են։ Հիմա անհրաժեշտ է, որպեսզի նրանք տնենք նրան համապատասխանող մոդուլի մեջ։ Դրա համար ահա այս սլայդի մոտից վերցնում ենք նրան եւ տեղադրում համապատասխան մոդուլի մեջ։ Նույնը կատարում ենք նաեւ մյուս մոդուլների համար։ Նորից տեղադրում ենք համապատասխան մոդուլի մեջ և երրորդ մոդուլը։ Ներեցեք։ Նորից տեղադրենք
եւ պահպանենք։ Թարմացնենք edge-ը։ Ահա ինչպես տեսնում եք, մեր մենյուն պատրաստ է։ Սակայն այստեղ առաջանում մեկ հարց, որը ոչ բոլորին կարող է դուր գալ։ Դա ահա այս մոդուլների ակտիվությունն է, այսինքն եթե մենք սեղմենք նրանց վրա, նորից կհայտնվենք հենց մոդուլում, ոչ թե համապատասխան կատեգորիայում։ Դրա համար, որպեսզի այն մեզ չխանգարի, մենք կարող ենք պարզապես նրանք ահա գտնում ենք համապատասխան մոդուլները եւ սեղմենք փոփոխելու կոճակը եւ վերացնում ենք նրանց հասցեն։ Ասեմ, որ ցանկության դեպքում կարելի է նաեւ ահա այս մոդուլների անունները փոխել։ Օրինակ, դնենք սրանք հենց բառացիորեն թարգմանած թեկուզ այսպես դնենք եւ պահպանենք թարմացնենք edge-ը, ահա ինչպես տեսնում եք, սրանք այլևս ակտիվ չեն, իսկ նրանց համապատասխան կատեգորիաները արդեն բացվում են։ Եթե ձեզ ահա այս միջի գույնը դուր չի գալիս, դրանք փոփոխվում են ահա այս պանելի գույնի հետ միասին, այսինքն պետք է փոփոխել ադմինիստրացիոն բառի գույնը։ Ահա այստեղ ավելի շատ կա համապատասխանի կանաչը այս դիզայնի հետ։ Ահա ինչպես տեսնում եք, գույնը փոխվեց։ Ասեմ, որ այս իմ ցուցադրված 3 մոդուլների հետ կատարված գործողությունները հնարավոր է նաև կիրառել այլ մոդուլների հետ եւ ցանկացած չափի կատեգորիաներ ավելացնել։ Ահա այս գործողությանը վերջ, իսկ հաջորդը ցույց կտամ, թե ինչպես ավելացնել նոր բլոկներ։ Դրա համար մտնում ենք կոնստրուկտոր, միացնում ենք այն, սեղմում ենք դաբավից բլոկ, տեղադրում ենք այն անհրաժեշտ հատվածում, կարելի է նաև անվանել այն, այստեղ այն յուքոզը հնարավորություն է տալիս տարբեր վիջետներ, գաջետներ տեղադրել ըստ ցանկության։ Եթե դուք ոչ մի այդպիսի բան չեք ցանկանում տեղադրել, կարող եք պարզապես տեղադրել անհրաժեշտ կոդը, ահա HTML հատվածում։ Բացի դրանից նաև կարող եք ընտրել, թե որ մոդուլներում այն պետք է ցուցադրվի եւ որ խմբի այցելուները կարող են այդ տեսնել։ Ահա, որից հետո այդ ամենը անելուց հետո պահպանում ենք։ Այստեղ չեմ անում ինչու այն չի երևում, հա, ամենայն դեպս ոչինչ, ըստ երևույթին դա նրա պատճառով է, որ մենք ոչ մի կոդ չենք տեղադրել։ Եվ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք մյուս դասընթացների ժամանակ։